փաստաթուղթը անգլերեն լեզվով է, այստեղ կարող եք տեսնել, որ այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետք է ներգրաված լինեն։ Այո, ներքևում նշված է, որ պետք է ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ այս փաստաթուղթը չենք թարգմանել, որովհետեւ Փառք Աստծո ներկա ժամանակներում անգլերենի հետ խնդիր չունենք, ուզեցինք, որ հենց սա այսպես հրապարակվի եւ ձեռագրի տարբերությունները եւ բովանդակության անհեթեթությունը, որպեսզի եւ ձեզ եւ հանրությանը հասկանալի լինի, ու այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի չեն, թե ոնց են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարևորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի ղեկավարն է։ Սա իրականում մեծացրած տարբերակն է, որպեսզի ձեր համար տեսանելի լինի։ Ինքը եղել է այսպիսի մի տետրի կազմի վրա գրված բան, որը այսպես մենք հետո նաև կնայենք տեսանյութը, թե ինչպես է, ինչ-որ դարձակներից։ Դա սա խոզարկությամբ հայտնվել է Բագրատ Սրբազանի կեցավայրից։ Մենք այդ տեսագրությունը կնայենք, թե ինչպես է հայտնաբերվել, այսինքն բազմիցս նշել են նաև Սրբազան պայքարի աջակիցները, որ շարժման ամենաակտիվ օրերին, երբ որ մեծ ժողովրդականություն էր վայելում, հազարավոր, հարյուրավոր մարդիկ մոտեցել են, ինչ-որ թղթեր են փոխանցել Սրբազանին, որպես Հայաստանի փրկության պլան եւ այլն։ Այդ թղթերը ինչ-որ միտեղ հավաքվել են, մնացել են, տրվում էին, այո, նույնիսկ լրագրողներն են տեսել եւ այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Բագրատ Սրբազանը այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ։ Բացարձակ, ինքը քրեական գործունեություն է։ Այդ դա Բագրատ Սրբազանի ձեռքով գրված սևագիրն է, թե մաքրագիրն է, որտեղ ոնց որ տեսնում ենք ոչ մի բան չկա, էլի, ջնջում բան չկա, շատ մաքուր արտադրված է, դա ինչ են ասում, որ նա մաքրագիրն է, թե սևագիրն է։ Իրականում քրեական գործունեությունում առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Սա այդ կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունավոր ծխերի եւ այլ ապացույցների հետ միասին դրվել է որպես հերթական մի ապացույց քրեական գործում առանց որևէ մեկնաբանության։